Ներկայս Հայաստանյան իշխանությունները նախատեսում են կրճատել 2026 թվականի պաշտպանական բյուջեն մոտ 15%։ Այս տարվա ցուցանիշների համեմատ ներկայացնենք փաստերով 2025 թվականին ՀՀ պաշտպանական բյուջեն կազմել է 664 միլիարդ դրամ, իսկ հաջորդ տարվա համար պաշտպանական բյուջեին կառավարությունը հատկացնելու է 563 միլիարդ դրամ, այսինքն ռազմական բյուջեի կրճատման չափը կկազմի 101 միլիարդ դրամ։ Նիկոլ Փաշինյանը այս որոշումը բացատրել է, թե 2025 թվականին պաշտպանական ծախսերի աճը եղել է խնդրահարույց, օրինակ վարկային բեռների մարման նպատակով, եւ այժմ ուզում են վերադառնալ ավելի կայուն պլանային ֆինանսավորման ռեժիմին։ Բացի սա, ըստ իշխանությունների, օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Հայաստանում այլ տրամադրություններ են։ Գնում ենք խաղաղության, ուստի ռազմական բյուջեն ավելացնելու կարիք չկա։ Հետաքրքիր է, մշտապես անկայուն տարածաշրջանում գտնվող եւ ոչ բարեկամ երկրներով շրջապատված Հայաստանի իշխանությունները ռազմական բյուջեն կրճատելով ում վրա են դրել հույսը։ Թուրքիայի, Ադրբեջանի, որոնք հայտարարում են, ավելացնում են իրենց ռազմական բյուջեն եւ պատրաստվում են հակամարտության, թե Ռուսաստանի, որը մշտապես համարվել է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։ Եվրոմեդիայի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատում է, տարածաշրջանում ոչ մի երկիր չի կրճատում իր ռազմական բյուջեն, ընդհակառակը ավելացնում են բյուջեն։ Իմ համար օրինակ Հայաստանի գործող իշխանությունների այս վարկագիծը նոնսենս է, բայց սպասելի է, որովհետև հայկական բանակի կազմաքանդման նախապայմաններից մեկը դրված է Ալիևի կողմից Հայաստանի գործող իշխանությունների առաջ։ Եվ հենց դուք այդ կոնտեքստում դիտարկեք Նիկոլի կողմից ռազմական բյուջեի կրճատումը, որովհետև մեր ոչ մի հարևան, ես հենց տարածաշրջանի մի կողմ եմ դնում, մեր ոչ մի հարևան ոչ թե իր ռազմական բյուջեն չի կրճատում կամ թողնում են նույն մագարտակին, այլև ավելացնում են Իրանը 200 անգամ, Վրաստանը եւս ավելացրել է, Թուրքիան եւս բավական կտրուկ ավելացրել է իր ռազմական բյուջեն, Վրաստանը նույնպես, այնպես որ Ադրբեջանի պարագայում էլ չասեմ, բացարձակ չի թաքցնում եւ նշում է Ալիևը, որ Ադրբեջանի հանրապետության երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ ռազմական բյուջեն այս մագարտակի է հասցված։ Քաղաքագետը ընդգծել է, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձ են անում հակառուսական հիստերիա բարձրացնել, միևնույն է, տարածաշրջանում ՀՀ անվտանգության միակ երաշխավորը Գյումրու ռուսական ռազմաբազան է։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1995 թվականին պատահական չբերեց ռուսներին Հայաստան, որովհետև նույն պարոն Տեր-Պետրոսյանը հասկացել էր, որ Հայաստանի թիվ 1 գլխավոր խնդիրներից մեկը իր անվտանգությունը ապահովելն է եւ Հայաստանը չի կարող միայնակ այս տարածաշրջանում այդ անվտանգությունը ապահովել։ Հիմա տեսնում եք, Հողն է 7 տարի է երկրի վարչապետ, թիվ 1 արտաքին քաղաքական դրա գլխավոր քայլը դա հակառուսականության հիստերիան մեծ բարձրացնելն է Հայաստանում։ Դուք նաև տեսնում եք, չէ՞, օրինակ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որ ասում է, որ կողմ է, որ Հայաստանը լինի Բելոռուսական Բելոռուս միության անդամ։ Եվ փաստորեն քայլից դավաճանաբողմակի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում նաև ցավոք պետք է արձանագրեն, որ Գյումրիում եւ Շիրակի մարզում ապրող փորձում են պարոն Ղուկասյանին մեղադրել ինքնիշխանության դեմ հայտարարություններ անելով այն պարագայում, որ իրանց տներից մի քանի մետր կամ կիլոմետր հեռավորության վրա գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազան, որտեղ ապրում ծառայում է 5000-ից ավել մարդ։ Եթե ռուսական ռազմաբազան մեզ պետք չէ, ապա հարց է առաջանում, եթե Նիկոլի համար Ռուսաստան Բելոռուս միության անդամ դառնալը ինքնիշխանության թեմ է, բա ինքնիշխանության մասին աճուծախ հայտարարություններ անող Նիկոլն ու իր վարչախմբի անդամները ինչ են թողել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան մնա Գյումրիում։ Ավելին ցեզ ասեմ, ռազմաբազայի 50%-ը տեսնում է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք մեր գրբաններից ենք ճարում։ Դրանով եւս մեկ անգամ ապացուցելով, որ ռուսական 102-րդ ռազմաբազան մեր անվտանգության թիվ 1 երաշխավորներից մեկն է։ Հայկ Նահապետյանը նշել է, 44-օրյա պատերազմի ժամանակ ռուսական կողմը զենքով օգնել է Հայաստանին, ի տարբերություն այլ երկրների։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի դերակատարությանը, Հայկ Նահապետյանի խոսքով այն Թուրքիային զսպող միակ ուժն է այս տարածաշրջանում։ Մեր մոտ սովետական եւ հետո ռուսական զենք է, ճիշտ է, հիմնականում մեր բանակը զինված։ Ուրեմն ավտոմատից ինքնաձիգից սկսած ականաններ, հրետանի եւ այլն
զինամթերքի արկերի հրթիռների տրամագծերը տարբեր են ՆԱՏՕ-ի ստանդարտներից։ Այսինքն, եթե մենք գնելու ենք ՆԱՏՕ-ի երկրներից, բանակը ամբողջովին պիտի վերազինենք, որտեղ չես կարող ռուսական զենքի վրա ՆԱՏՕ-ի զինամթերքը դնել։ Տարբեր տրամաչափ է։ Փաշինյանը ասում է հիմա գնում են Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից, ՆԱՏՕ-ից։ Եթե դա ուրեմն նրանց տրամագծերը տարբեր, ուրեմն իր գնացը ծախսի առումով ավելի մեծանա, ոչ թե փոքրանա։ Հետո երկրորդ Ֆրանսիայից զենք բերելը Հայաստան շատ ավելի բարդ է, քան Ռուսաստանի, չէ՞։ Հիմա ո՞րն է տրամաբանությունը, երբ որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից է գնելու։ Կռվի ժամանակ օրինակ ռուսական կողմը 44 օրյա մեզ զինամթերքով օգնում էր, ճիշտ է։ Իսկ Ֆրանսիան կռվի ժամանակ մեզ որ ցանկանալ է օգնել, կարող է որոշ երկրներ օդային սահմանները ենթադրենք փակել։ Եվ ու թեման փակվում է, չէ՞։ Ռուսական ռազմաբազան, այստեղ որ տեղադրվել է, ժամանակին ինքը Թուրքիայից եկող սպառնալիքը չեզոքացման համար է։ Մասնավորապես Թուրքիան երկու անգամ 1993 թվականին, մեկ անգամ 1992 թվականին փորձում էր զինված ագրեսիայի միջոցով մտնել Հայաստանի Հանրապետության տարածք։ Սա իրողություն է։ Ուրեմն 92-ի մայիսին, 93-ի հունիսին եւ 93-ի հոկտեմբերին, ավելին հոկտեմբերի ամսին այն ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով մեր զինված ուժերը բերվել էին լրիվ մարտական պատասխան վիճակի։ Ժողովրդի լեզվով ասած թիվ 1-ի Թուրքիայի ագրեսիան կասեցնելու համար։ Այն հայտնի Քարվաճարի, Քելբաջարի մեր հաջող օպերացիայից հետո։ Ուրեմն բազայի բուն նպատակը այդտեղ թուրքական ագրեսիայի առաջին հարձակումը կասեցնելն է։ Հետո որ ժամանակին օգնության հասնեն հիմնական ռազմական ուժերը, որտեղ այն թվականակով որ կոնկրետ բազայի անձնակազմն է, լայնածավալ ռազմական գործողություն չի կարող իրականացնել, կասեցումն է։ Նկատենք, եթե նախորդ տարիներին պաշտպանական ոլորտը դիտարկվում էր որպես կառավարության գլխավոր առաջնահերթություն, ապա այժմ իշխանությունները ռազմական բյուջեի ավելացումը դիտարկում է իբրև սպառնալիք խաղաղության գործընթացին։